բարեցես սիրելի հայրենակիցներ, որպես քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ եկել եմ պահանջեմ պատիվ, եկել եմ պահանջեմ պատասխան այս ամբողջ պրոցեսին, այս ամբողջ լկտիությունը գնա Երևանի քաղաքապետարանը։ Ինչու համար եմ ասում, որովհետև երեք հայտարարման ծեծ են, այսօր բռնում են մարդու ծեծում են։ Այսինքն այս լկտիությունը ամբողջությամբ հովանավորվում է ԿՊ-ի կողմից եւ իրական դեպքն է։ Մի անգամ եւս ասում եմ, մի անգամ եմ ասում, պատասխանատու չէ քաղաքապետը։ Ինչպես։ Ես սպասում եմ քաղաքապետ աշխատանքի գալու թե չի գալու։ Ուրեմն ինչա։ Ուրեմն ես շարունակեմ։ Ինչ։ Ինչպես։ Ես միշտ չեմ եկել մարզարարություն, ես եկել եմ պահանջել, բոլոր հանրային մարդիկ, հանրային մարդիկ։ Այս պահին գտնվում ենք Երևանի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի աշխատասենյակի դիմաց եւ պահանջելու ենք պատասխան իր չինովիկների պահվածքի վերաբերյալ։ Այս ամեն ինչի գլխավոր մեղավորը Տիգրան Ավինյանն է, ԿՊ-ն է ու հանրապետությունն է։ Ինչ կատարվել է այսօր նոր վարչական շրջանի աշխատակազմի շենքում, այսպես կոչված թաղապետի եւ մնացածի գլխավորությամբ, սրա միակ պատասխանատուն ու մեղավորն է Տիգրան Ավինյանն է, ԿՊ-ն ու հանրապետությունը։ Սպասելու ենք այնքան, մինչև Տիգրան Ավինյանը գա ու պատասխան ստանա։ Ինչ կատարվել է, իր բարձր հովանու ներքո է կատարվել։ Այդ լկտի պահվածքը, որ քաղաքացու վրա հարձակվել են մի քանի հոգով, սրա ամբողջ հովանավորն ու գլխավոր պատասխանատուն Ավինյան Տիգրանն է ու ԿՊ-ն։ Ես եկել եմ որպես ավականի, այսինքն պահանջեմ այս ամբողջ պրոցեսի հետ կապված պարզաբանում, այսինքն պարտավոր եմ պարզաբանում տալ ու գնահատական տալ։ Այսինքն դա կոնկրետ այն պահվածքը, որը որ հանդեսաբերի մասիվի թաղապետը, այսինքն ինքը ինչ ալվում, փողոցներում բռնեն այնքան ստապ են, որ էշին քերի կանչի ինքը, այսինքն այս լկտիության վերջն ինչ ալվում։ Ու շատ ուղիղ երեք ասել եմ, որ ծեծելու են, այդտեղ բռնել ծեծել են։ Տեղս ասում եմ, հենց մի քաղաքապետանի դերն է, այդքան պլոճիկով տղա են, որ են աստեղ։ Ինչով ամ ծեծել։ Կարծում գոնե տեղակ պետք է լինեք էլի։ Այսինքն մի հատ ոհմակ, չկայացած ոհմակ, հելում հարձակվում է քաղաքիստի վրա։ Կազմակերպված պլանավորված։ Իսկ այդ ամբողջի պատասխանատվությունը պիտի կրի քաղաքապետը։ Ու բարի ինքնա պատասխան։ Սպասելու ենք Երևանի քաղաքապետարանի շենքում, մինչև ոչ լեգիտիմ քաղաքապետը, փոքրամասնության քաղաքապետը գա ներկայանա ու ասի իր բարձր հովանու ներքո, իր չինովնիկները, իր աշխատողները քաղաքացուն պետական շենքում, քաղաքապետարանի շենքում հարձակվում են մի քանի հոգով մարդու վրա եւ սկսում են ծենցի ենթարկել։ Ծեծող տղաք եկեք, քաղաքապետարանի շենքում ենք, կամ որտեղ ուզում եք։ Ուրեմն ես կուզենամ ինչ ավելացնել, ես հիմա կգտնվում եմ ստեղ, Տիգրան Ավինյանը պատասխանի, որովհետև այս ամբողջի քանի որ չդատապարտվեց, Քավորն ու հովանավորը։ Դատապարտվեց այս ամբողջ պրոցեսը, գնահատական չնչեց, այսինքն ԿՊ-ն եղավ լուր եւ համր, ինքը հովանավոր է այս ամբողջ պրոցեսը։ Իսկ թող գան պատասխան տան, ասեն որ մենք այսօրվա նորորյա շմայսն ենք։ Մենք մեր երազած փոքր ժամանակվանից երազել ենք լկտի դառնալ, լկտի են դառը օրինակի համար։ Դեռ գնահատական տան այս ամբողջը։ Սրանից հետո ուղիղ գնալ եմ, ես ուղղակի լրատվական միջոցներից մեկը հարցազրույցի չկարողացա այդ պահին չէի տեսել դուրս եկան որ անակնկալի եկա առաջինը ճիշտ համարել եմ գամ քաղաքապետարան որ Տիգրան Ավինյանը պատասխան տա իր թաղապետի լկտիության համար իր թաղապետի լկտիության համար իսկ եթե իրանք մտածում են որ քամից ցանեն պետք է փոթորիկ չէ իրանց գլխին տորնադոն է թափվելու իրանց գլխին Հիմի մենք սպասում ենք տեսնենք քաղաքապետ աշխատանքային օրը ամբողջ օրը քաղաքապետարան թողում հեռանում է շատ կարևոր է փաստը Պիտի ինքը հրապարակայնորեն պատասխան տա ամբողջ ժողովրդին։
Ես եկել եմ կոնկրետ հստակ ահարցնեմ, ինչպես է գնահատում, որ քաղաքապետը կարող է իր լկտիություն թույլ տա 100 տա օրինակի համար, քաղաքապետը կարող է իր լկտիությունը տա կաբինետից հերնի բազելով գա հարցակցի մեկի վրա։ Քաղաքացու վրա ուզում հասկանամ, էլի ես պարագայում։ Հիմա գործ եք կրուտի կլներ, ասեք քաղաքացին դրդել է, եկել է, այդպես բան չկա։ Կաբինետից դուրս է գալիս, որովհետև սաղ կյանքը չկայացած են եղել։ Փողոց դուրս չեն եկել, հեծանի չեն ունեցել։ Որ փողոց դուրս գային հասկանային, որ մարդուն 5 հոգով չեն ասում խփում։ Այդքան բան ասեմ։ Սիրելի երևանցիներ, մենք ամեն օր ձեզ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում կառավարման խորը ճգնաժամ է, մենակ ճգնաժամ չէ տարբեր ոլորտները ձախողածների մոտ, այլ արդեն սրանք այնքան են իրենց նյարդերին տեղի տալիս, ինչպես ոչ լեգիտիմ քաղաքապետի ասում, որ նյարդերն են տեղի տալիս։ Ջղաձգումները որտեղից գնաց, սիրելի հայրենակիցներ, ջղաձգումները սկսվեց հետևյալից։ Այն փաստը, որ մենք սկսեցինք բացահայտել կոռուպցիաները, այսինքն տուրու առևտուրի ու թալանը, երբ որ մենք եկանք հասանք Լիլիան Արմ ընկերությանը, որը որ Նասենի այգին, Գայի Աքսանի տոմետները, Երևանյան լիճը, հետո գնում ենք 105 մանկապարտեզն ենք տեսնում ու հարց եմ տալիս նորից։ Այն մարդիկ, ովքեր իրանց համար նորմալ է, որ այդ վիճակն է, իրանք բարոյականության խնդիր ունեն։ Բարոյականությունը իրանց հետևների հետ կապված, չի իրանց գլխի հետ կապված։ Քանի որ իրանք ամբողջ կյանքում չեն ունեցել, որ հասկանան քաղաքական հայտարարությունը ինչ է, դա էլ իրանք խնդրեմ ունեն, նորից են կրկնում։ Դրանից հետո էլ բերում են $2.5 միլիոն, չզեկուցող հարցերի կապ այդ ընկերությանը փող են տալիս։ Երբ որ սկսում ես խոսալ, որ մանկապարտեզի այս խնդիրները կա, սկսում է այդ մարդկանց մոտ սրացումներ։ Հարից ու իմաստով։ Այս մարդիկ այս process-ը որ գնում են, նորից են կրկնում, կոռուպցիայի բացահայտումից են իրանք, կոռուպցիայի բացահայտումից են իրանք sense ընկնավոր են, հարից ու իմաստով եմ ասում։ Եթե դուք կոռուպացված չեք, պատմացեք եկեք խոսացեք։ Ու այդ ջղաձգումն է ամբողջությամբ, կապված է շատ ուղիղ ասում եմ, կապված է կոռուպցիայի բացահայտումների հետ։ Ու այս որ այն թափահարվածը որ կա, խոսում է, դա ինքը չի խոսում։ Իր պապաների հրանն է դա կատարում, շատ ուժ եմ ասում։ Իր պապաների։ Այսինքն ինչ է տեղի ունենում, կոռուպցիա, պետք է բացահայտել, չխոսել։ Մտեք տեսեք այդտեղա թե չէ։ Հիշեցնեմ սիրելի երևանցիներ, որ քաղաքացին ահազանգերով, որ մանկապարտեզների վրա դուրս գրված 300 միլիոն դրամը մսխել են եւ մանկապարտեզի հայտարարակ շինարարությունը կատարվել, այդ փաստը արձանագրելով, բարձրաձայնելով ՔՊ եւ հանրապետության մոտ սրացումներ է սկսել եւ չունենալով պատասխան թե ինչ է կատարվում Երևան քաղաքի կառավարման հետ, հարձակվել են քաղաքացու վրա եւ ծեծի ենթարկել, բոլոր կարմիր գծերը անցել են, նորից կրկնում եմ եւ հիշեցնում եմ, սրա ամբողջ մեղավորությունը ՔՊ-ն է, Տիգրան Ավինյանի խավորությամբ եւ գլխավորությամբ, խնդիր չկա, եթե անցնում եք բոլոր կարմիր գծերը եւ քաղաքի լուծումները եւ խնդիրները ուզում եք տեղափոխել ուրիշ դաշտ, ծեծի դաշտ, պատրաստ ենք, ոչ մի բանի խնդիր չունենք, ոչ մի բանի քաղաքացիների վրա ձեռք բարձրացրածները եւ դրանց խավորներն ու հովանավորները բոլորը պատասխան են տալու։ Այնքան ենք սպասելու ստեղ, մինչեւ Տիգրան Ավինյանը գա ու պատասխան տա իր նշանակած կադրերի, պահվածքի եւ այս ամբողջ process-ը, այս ամբողջ սրացումները սկսվել է նրանից, որ բացահայտել է կոռուպցիոն դեպքեր։ Ես որոշել եմ ուր եթե մտնեի, բայց օգտվելով առիթից ասեմ, նախ եթե Մասիվի թաղապետը չափածուցի, որ ես ասել եմ մանկապարտեզում երեխաներ կան, առնվազն ինքը անբարոյական է, առնվազն ինքը անբարոյական է, շատ ուղիղ իմաստով անբարոյական է։ Երկրորդը, հենց խնդիրը ինչա որ գնում ասում ես պիտի ավարտված լիներ արդեն այդ մանկապարտեզը, ասում ես փողերը տվել եք, թե չէ, մանկապարտեզը լավ որ պիտի արդեն մի տարի երեխեքը գնան չեն գնացել։ Ու նմանատիպ մանկապարտեզներ խմբով են, ահա որ շատ են վերիեշտում։ Այսինքն գնում ասում ես իրանց համար ոչ մի բան։ Խնդիրը սկսվել է նորից եմ ասում։ Երբ որ Լիլիան Արմի ոտը տրորել ես, երբ որ ՔՊ-ականի բիզնեսի ոտը տրորել ես, երբ որ փողերի լափելը տնօրինել ես, եւ ստեղ ինչ է տեղի ունենում, երեկոյան արդեն քանի որ սովորում են ինչ պիտի ասեն, ցերեկը լուր եւ համներ
մասի թաղապետը իրեն հարց են տալիս, չի պատասխանում, երեկոյան արդեն ԿՊ գրասենյակում ուղիղ ԿՊ-ի լրատվական Civic-ը գնում է հարցազրույցի, որ երևի 4-5 անգամ մոնտաժ անել, սովորացնում են այս տղային, այս որ փորձում է լավ տղա խաղալ, հիմա կողմորոշ է, փողոցային խուժան ես, թաղապետես թողես, շատ ուժան մարցում, տեղս էլ ասում եմ, հելում կանում եմ, այդքան տղա կաս, հել արիս տեղ, ամբողջ ձեր պաշտով։ Մի հատ էլ գնանք նորից հարցնենք։ Միակ նորից գնայք, գնացեք նայեք շարունակեմ, որ ստեղ կարևորագույն մեղքն է նա, որ ԿՊ-ը սովորացել է, եւ այս վնգստոցը, որ երեք տեղի ունեցավ, այդ թաղապետի շուրջ թե վնգստոցը, դա ինքը չէր վնգստում, դա վնգստում է իր պապաները։ Նորից տեսնենք Տիգրան Ավինյանը ժամանել է աշխատանքային ժամին նորից տեղում չէ, որ կրկնում եմ, այս ամբողջը ինչ կատարում է Տիգրան Ավինյանի քավորությամբ ու գլխավորությամբ։ Երեք ինքը դրա մասին ասել է։ Կներեք, նորություն չկա։ Չեք էլ տիրապետում, երբ տեղում կլինի։ Սիրելի քաղաքացիներ, մենք չենք շտապում, սրա պատասխանը պետք է տան։ Բոլոր անխտիր հանրապետություն, ԿՊ իրար հետ այդ լկտի պահվածքի ու քաղաքացու վրա հարձակվելու համար, որ չեն կարողանում արդեն պատասխան տան, թե ուր են գումարներն ու ուր են մսխած գումարներն ու Երևանի այս կարգի անտերության մատնասները պետք է պատասխան տան։ Չենք շտապում, այնքան ենք սպասելու, մինչև Երևանի ոչ լեգիտիմ քաղաքապետը ժամանի ու մեր հարցերին պատասխան տա։ Հաճելի է, չէ՞, քաղաքապետը աշխատանքային ժամանակ չկա։ Մա երկու խոսք էլ Մարիաստան խմբակցության ղեկավար պարոն Սուքիասյանը կասի։ Հարգելի է, տողոտես երևանցիներ, նյարդերի տերիտալը, լրգությունը, ցինիզմը, լրություն չեն այս իշխանությունների պարագայում, հաստերի անձնական վիրավորանքներով, տղվով, երբ ուժով պատասխանելու տարատավոր պրակտիկան նորություն չէ, հիմա այս ամեն ինչներ այսօր տեղ ունեցած է նախորդների անհետևանք մնալու արդյունքն է։ Հստակորեն դատապարտում ամեն ինչը եւ գտնում եք, որ սրա պատասխանատուն եւ Տիգրան Ավինյանն է, եւ ԿՊ-ն է, եւ Նիկոլ Փաշինյանն է, եւ Արամ Սարգսյանն է, հատկապես Արամ Սարգսյանը, որ ասում է եվրոպական արժեքների եւ այլ։ Այս դեպքում եվրոպական արժեքների մասին չխոսում, իրականում դրանք ասեն թրքան է ավելի արժեքներից պարագայով։ Այս ամեն ինչը այսպես չի շարունակվում, դա այս ամեն ինչի վերջը մեր գալու է։ Իրականությունը շատ է պետք է պարունակեք եւ ինչպես կա քարերը նետելու, այնպես է քարերը հավաքելու ժամանակը։ Պատասխանատվությունը բոլորի դրա մեջ օգնում միշտ անկախ ժամանակներից ու հանգամանքներից, այնպես որ իր ուժով ծեծով ինչ-որ իշխանություն պահել, պաշտոն պահելը, այն նեգատիվներ, որ մարդկանց համար փոխ է տասում։ Մարդիկ դրանից են զզվելու փոխել։ Իմաստացում է, որ նա ով գնաց թե հրեշի գլուխը կտրեց իհարկե շակերտներին, ինքը դառավ մի քանի դեպքերի հրեշ։ Այն ինչի դեմ պայքարի դրոշը վերցնելով ռուսական փողոցի վեկարգ իշխանության, այդ ամեն ինչի կարող դուք եք։ Դա ինչ կարող դուք եք, բայց այդ ամեն ինչը անհետևանք չի մնալու բոլոր առումներով, սպասեք քաղաքացու վերաբերմունքին, քաղաքացու հակադարձմանը եւ բերբերներն դուք բոլորը պահպանող եք անհապաղ տեսակետ արտահայտել, նույն մասի քաղաքապետը այլևս անելիք չունի իր կաբինետում եւ դուք պետք է ձեր հրապարակային տեսակետը արտահայտեք։ Երևանցին սպասում է ձեր տեսակետին հակառակ պարագայում, եթե որևիցե հետևանք չունենա,
Նշանակում է այդ ամեն ինչը տեղի ունենում ձեր հրահանգով, ձեր համաձայնությամբ։ Ուղիղ եթերով դիմենք այս ոչ լեգիտիմ Տիգրան Ավինյանին ձեր աշխատասենյակի դիմաց, որպես Երևանի ավականու անդամներ սպասում ենք ձեր պատասխանին, որ երևանցիներին բացատրություն տաք, թե ինչ եք անում։ Էլ երևանցիներին ձեր հարազատները վիրավորեցին, էլ նյարդերը տեղի տվեցին, վիրավորեցին քաղաքացիներին։ Հիմա նյարդերը տեղի տվեցին, հայոյանք տվեցին։ Այսօր արդեն շատ ներվայնացան, հարձակվեցին մարդու վրա։ Տիգրան Ավինյան, դու չես տիրապետում իրավիճակին։ Դու չես կարող կառավարես Երևան քաղաքը։ Երևան քաղաքը դու ձախողել ես ամեն ոլորտներում, իսկ հիմա քո ենթակայության տակ գործող չինովնիկները արդեն չկարողանալով մարդկանց հարցերին պատասխանել, հարձակվում են քաղաքացիների վրա։ Դու եւ քո նշանակած չինովնիկները ձեռքի բռնած պետք է հեռանաք, ուրիշ տարբերակ չունեք։ Երևանը ձեր հոր դուքյանը չի, որ ոնց ուզենաք վարվեք Երևանցու եւ երևանցիների հետ։ Եվ ի դատապարտումը լկտիության, ասեք մենք օրվա վերջ գալիս ենք բարի լինեն այդտեղ լինեն։ Զանգահարելու կարիք չունես։ Մտա, հենց նոր մտայելի ասեցի, ասում տեղում չի, չգիտենք երբ է գալ։ Մենք հետ ենք գալիս, դուք մնացեք, ասեք բալոստը։ Մի րոպե սպասեք։ Այսինքն հանցագործություն են կատարում, ինչ են անում, կամ ավականներ չի, որտեղ դրանք դուք մտնեն։ Չի կարելի, մի քիչ ամեն ինչ շատ պետք է ունենա։ Հա, կամ თუ դուրս գա։ Ինչպես ավականու նիստերից են ծլկում ՔՊ-ականներն ու հանրապետությունը, հիմա էլ Երևանի քաղաքապետն է իր սեփական կաբինետից ծլկե չի կարողանում գա պատասխանի երևանցիների կողմից ընտրված ավականիներին եւ երևանցիների վրա հարձակվածների ինչ պատասխան պետք է տան։ Այս ամբողջ մեղավորությունը Տիգրան Ավինյանը չեմ գնում։ Տիգրան Ավինյանն է ՔՊ-ն, Հանրապետությունը, Քավորն ու Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանն են։ Դուք տեղեկացրեք, որ մենք գալու ենք, էլի պիտի Տիգրան Ավինյանը պատասխան տա։ Փախ, ինչքան ուզում են փախ են։ Նիստերի դալիճից ծալկելով, հիմա էլ իրենց կաբինետներից ծալկելով ոչի բանի չեն հասնելու։ Այո։ Սիրելի երևանցիներ, հետևեք, կլինենք ուղիղ եթերում, հետ ենք գալու, տեսնենք որտեղ է, գտնենք։ Հիմա Երևան քաղաքով պիտի Տիգրան Ավինյան մանգան գտնենք։ Երևի գնացել է իր փոքրամասնության հետ որոշի ինչ է խաբելու երևանցիներին, պատասխան եք տալու։ Դուք պետք է հեռանաք։ Դուք ոչ կոմպետենտ մարդիկ եք։